Պարոն Զուրաբյան, Ռուսաստանի դեսպանը Կոպիրկին է բաց նամակ է գրել Սուրեն Պապիկյանին եւ պատասխանել է Արծրուն Հովհաննիսյանի աղմկահարույց պնդումներին հայրենական պատերազմի հետ կապված։ Կիսում եք արդյոք դեսպանային գնահատականը, որ սա պղծում է մեր նախնիների հաղթանակների հիշատակը։ Ես կարող եմ իմ գնահատականը տալ։ Ես կարծում եմ, որ ասվածը Արծրուն Հովհաննիսյանի կողմից առնվազն հիմարություն էր մեր իշխանությունների կողմից, որովհետև նա այնուամենայնիվ եւ անցյալում եւ ներկայում կապված է իշխանությունների հետ, այսինքն ընկալվում է որպես պաշտոնական ներկայացուցիչ, բացի դրանից հարցազրույցը տալիս է պետական հանրային հեռուստատեսությամբ եւ ինչ ուզում եք ասեք, այնտեղ ենթատեքստով գոնե ստացվում է, որ նացիստական Գերմանիան հայերի համար ինչ որ մի նպաստավոր լավ պլան է ունեցել Միացյալ Հայաստանի ստեղծման վերաբերյալ կամ պատմական Հայաստանի ստեղծման վերաբերյալ, ինչը բնականաբար շատ հանգիստ կարող է ընկալվել եւ ընկալվում է ու ոչ միայն ռուսների կողմից, այլ նաեւ ամբողջ աշխարհում, որպես ինչ որ ռոպագանդա, որը ուղղված է, չգիտեմ, նացիստական Գերմանիայի նպատակների արդարացմանը գոնե հայերի համար։ Ինչի համար է սա արվում։ Նախ մենք գիտենք, որ պատմության մեջ ոչ մի ծանրակշիռ եւ հավաստի տեղեկություն չկա նրա մասին, որ իբր Գերմանիան ունեցել է մի պլան պատմական Հայաստանի վերստեղծման։ Սա մեկ։ Երկրորդը ամբողջ աշխարհը այնուամենայնիվ գիտի եւ ընդունել է այն հանգամանքը, որ դա եղել է չարամիտ մի ռեժիմ, որի նպատակը եղել է կոնկրետ ազգի գերակայության ապահովումը եւ ասենք եւ հрьяաների ոչնչացումը եւ սլավոն ազգերի ստրկացնելը եւ ընդհանրապես իրենց շովինիստական քսենոֆոբիական օրակարգի հաստատումը ամբողջ աշխարհում եւ ամբողջ աշխարհն է տոնում հաղթանակը նացիզմի նկատմամբ որպես մարդկության ազատագրում նման մի չարիքից հետեւաբար առնվազն դիվանագիտական առումով չգիտեմ, քաղաքական նպատակների առումով, ռազմավարական նպատակների առումով, քարոզչական նպատակների առումով նման բանը անելը ուղիղ հարված է հենց Հայաստանի վարկին։ Արդեն օգտագործվում են այդ բնդումները նույն թուրքերի կողմից, ադրբեջանցիների կողմից, Twitter-ում, սոցիալական ցանցերում որպես Հայաստանի կողմից պետական ռոպագանդա գերմանական նացիզմը արդարացնելու ուղղությամբ։ Այսպեսի հիմարություն անելը, չգիտեմ, ինչով կարելի է բացատրել, ենթադրում եմ, որ այն քարոզչությունը եւ ոչ միայն տվյալ անձի կողմից, այլ ընդհանրապես այդ իշխանամերձ քարոզչական շրջանակների կողմից ուղղված է նրան եւ այո Նիկոլ Փաշինյանի կողմից անձամբ առաջնորդվում է որ որպեսզի մայիսի 8-ի 9-ի այդ հաղթանակը որը մեծ նշանակություն էր ձեռք բերել մեր ժողովրդի համար մի քանի պլաստերով մի քանի պատմական շերտերով եւ երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի առումով եւ Շուշիի ազատագրմամբ եւ ընդհանրապես 94 թվին արդեն ռազմական հաղթանակի ձևակերպմամբ
այդ հայտնի զինադադարի ստորագրման ակտով, այս ամեն ինչը, քանի որ Փաշինյանը իջի կարեց, վերացրեց եւ հասկանում է, որ այդ ամբողջ ամոթանքը եւ ամբողջ խնդիրը կապվում է արդեն իր անվան հետ, նա ուզում է ընդհանրապես ջնջել այդ մայիսի 9-ի հաղթանակի սիմվոլիզմը մեր հասարակության գիտակցությունից, որովհետև մայիսի 9-ը ինքը ասոցացվում է մեր հաղթանակների հետ, ասոցացվում է նաև այդ հաղթանակների կորստյան հետ, որը կապված է արդեն Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության ձախողման հետ։ Հետևաբար նպատակ է դրվել այդ սիմվոլիզմը ոչնչացնելու եւ այդ նպատակի վրա քարոզչական շրջանակները հետևողականորեն աշխատում են։ Ինչ ասեմ, սա հարված է նաև մեր ժողովրդի արժեքներին, ինքնագիտակցությանը, որովհետև իսկապես, այո, իհարկե հասկանում ենք, որ Խորհրդային Միությունը իր տոտալիտար կոմունիստական ռեժիմով բավականին մեծ վնասներ է տվել նաև եւ ոչ միայն հայ ժողովրդին, այլ բոլոր ժողովուրդներին, այդ թվում ռուս ժողովրդին, որոնք ապրում էին այդ ռեժիմի ներքո, միևնույն ժամանակ դրա պատճառով կասկածի տակ դնել այն ինչ որ հայտնի է ոչ թե որպես սովետական միության, այլ դաշնակցային հաղթանակ նացիզմի նկատմամբ, դա ուղղակի եւ բարոյապես եւ քաղաքականապես շատ արատավոր մոտեցում է, որը ոչ մի լավ բան չի տալիս մեր ժողովրդին, հակառակը կոտրում է ժողովրդի արժեքային համակարգը, ժողովրդի հավատը իր ուժի նկատմամբ, իր տարած հաղթանակների նկատմամբ։ Բայց մյուս կողմից էլ նա նաև այցելում է Մոսկվա, չէ՞։ Այստեղ ինչ որ երկակի մոտեցումների հարց է։ Դա ինքը խճճվել է։ Ինքը մի կողմից փորձեց կտրել, խզել իր կապերը Ռուսաստանի հետ, մի ամբողջ շրջադարձ կատարել արևմուտք, հաշվարկելով կամ մտածելով, որ դա ինչ որ դիվիդենդներ կբերի իրեն եւ Հայաստանին, բայց պարզվեց, որ ինչպես դեպքերի մեծամասնության առումով նա հաշվարկները սխալ են դուրս գալիս։ Այսինքն եթե նրա հաշվարկը այն էր, որ մերժելով խաղաղության ռուսական պլանը նա ստանալու է արևմտյան պլան, արդեն ռուսական էգիդայից դուրս բանակցություններում նա չստացավ դա։ Արևմուտքը ի վիճակի չեղավ պարտադրել Ադրբեջանին ստորագրել խաղաղություն։ Եվ դա բերեց շատ լուրջ խնդիրների, դա բերեց լարվածության աճի, դա բերեց անթիվ անդադար կորուստների եւ այդ կորուստների ընթացքի այդ վերջը դեռ չի երևում։ Հետևաբար պետք է ասել, որ ինքը ինչ որ չափով հասկանալով իր սխալները փորձում է հուսահատ քայլեր անել, ինչ որ բալանսավորելու իր քաղաքականությունը, ինչ որ մի քայլերով հարգանքի տուրք տալու, նաև Ռուսաստանի համար կարևոր իրադարձությունների նշման առումով, բայց այդտեղ էլ շատ կիսատ վիճակ է, որովհետև ասենք, եթե ինքը գնում է շատ անպատկառ մռայլ տեսքով այնտեղ նստում է, իսկ ու ըստ էության դիտում է, թե ոնց է հաղթական ադրբեջանական բանակը կարմիր հրապարակով անցնում, ես կարծում եմ դա ոչ մեկիս համար լավ տեսարան չէր, մինչդեռ եթե ասենք այդ նույն հրապարակով անցներ հայկական բանակը, ինչ որ իմաստով գոնե նրա ներկայությունը այդ տրիբունաներում արդարացված կլիներ, որտեղ ինքը կլիներ այնտեղ մի ղեկավար, որը եկել է սեփական բանակին ողջունելու համար։
Իսկ այսպես ստացվում է, որ նա ողջունեց ադրբեջանական բանակին եւ սա ասում եմ նրա կիսատ տատանվող հուսահատ եւ անհետեւողական քաղաքականության հետևանքն է։ Եվ որոշ շրջանակներից հնչում են պնդումներ, թե դեսպանի այս նամակը պաշտպանության նախարարին միջամտում է մեր ներքին գործերին եւ այլն։ Դուք նման միտում տեսնում եք միջամտելու։ Գիտեք, ես չեմ ցանկանում դրան գնահատական տալ, ի վերջո կան ռուսների համար ինչ որ զգայուն կետեր այդ սիմվոլիզմի հետ կապված եւ սխալները կատարված են եւ կատարվել են հայկական դիվանագիտության կողմից, Նիկոլ Փաշինյանի կողմից եւ հետևանքները դա հետ կապված շատ բնական են։ Սխալները պետք չէր թույլ տալ, պետք չէր որևէ կերպով այդ զգայուն սիմվոլիկ հարցերում ինչ որ դժգոհություններ կրկրել եւ այս սխալների պատասխան գիտեք ինչ մենք երբեք չպետք է զբաղվենք այլ պետությունների նկատմամբ մեղադրանքներ առաջացնելու գործով։ Մեր գործը մեր սեփական տունը կառավարելու ձևերը բարելավելն է, մեր գործը շտկել այն սխալները, որ անում են մեր ղեկավարները, կամ ներկայացնելով այլընտրանք մեր ժողովրդին գալ իշխանության եւ վարել այսուհետև ճիշտ քաղաքականություն։ Սա է մեր գործը։ Իսկ այլ պետությունների գործողություններին գնահատականներ տալը ես համարում եմ անմեղսունակ մի զբաղմունք, եթե դա կոնկրետ վերլուծություն չի, ասենք ռազմավարական շահերի եւ փորձ չէ այդ ռազմավարական շահերի վերլուծությամբ որոշել մեր պետության ճիշտ ռազմավարությունը։ Հիմա երբ օրինակ Ալեն Սիմոնյանը մեղադրում է Ռուսաստանին հիբրիդային պատերազմ մեր դեմ վարելու մեջ, դա ինչի մեջ է մտնում այդ ձեր նշած փաստարկների։ Դա հերթական հիմարություն է, հերթական անմեղսունակություն է, որովհետև ինչա նորություն է, որ բոլոր պետությունները աշխարհում, հատկապես մեծ տերությունները, գերտերությունները զբաղված են իրենց ռազմավարական շահերը առաջ տանելով, ընդ որում տանելով բոլոր երկրներում։ Սա ինչ որ մի սրանով դնել հիբրիդային պատերազմ եւ դրանով հարաբերությունները տեղափոխել հակամարտության դաշտ, դա նորից նշանակում է, որ մենք գործ ունենք մանկամիտ ինչ որ բաների, ասենց ասեմ, առաջնորդների հետ, որոնք չեն էլ հասկանում, որ իրենց ամեն գործողությամբ, ամեն անզգույշ նախադասությամբ մեծ վնաս են տալիս մեր ժողովրդի ապագային եւ անվտանգությանը։ Լավ, իսկ խորհրդարանական առօրյային, եթե անդրադառնանք, ինչի արտացոլումն է այն կռիվները, որ մենք տեսնում ենք, վարչապետի արտահայտությունները, ընդդիմադիր ուժերի արտահայտությունները, խորհրդարանի ղեկավարության եւ պատգամավորների հայհոյանքները։ Ես արդեն մի հատ ստատուս գրել եմ Facebook-ում, մի քիչ իհարկե այդտեղ կա կատակ, բայց կա նաեւ շատ ծանր մի իրողություն, այն է, որ Փաշինյանը ըստ երևույթին բոլորին դարձրեց դոգ։ Այսինքն այդ հայհոյանքը, փողոցային բազարը, այդ քուչի գյադու բառապաշարը դա դարձել է մեր պարլամենտի առօրյան, այն որ ասում են պարլամենտական բառապաշար, հա, չի կամ եւ այլ ասում են ոչ պարլամենտական արտահայտություններ, հիմա դրանք դարել են հենց պարլամենտական արտահայտություններ։ Ու դարել է այդ ոճը, այդ ոճի հիմնադիրը, այդ ոճի գաղափարախոսը, եթե կուզեք, ինքը իրան համարում է իրական Հայաստանի գաղափարախոս, բայց դա մեծ, ինչ ասեմ, չափազանցություն է։ Իրականում նա հայհոյախոս Հայաստանի գաղափարախոսն է։
Քուչի Գյադու Հայաստանի գաղափարախոսը եւ ինքը լինելով իրականում առաջին դոգը բոլորին դարձրեց դոգ հիմա այդ նույն պարլամենտում սա ինչ ասեմ շատ տխուր իրողություն է որը նշանակում է որ այդ մարդիկ ասելու բան չունեն ընդ որում երկուստեք ասելու բան չունեն եւ մեր ժողովրդին պատանդ են վերցրել այս հայհոյախառն հակամարտության մեջ որի մեջ ոչ մի ասված խոսք կամ արտասանած դիրքորոշում ուղղված չի մեր ժողովրդի իրական շահերի հետապնդմանը եւ շատ կարեւոր է որ այս հայհոյախառն գադայական հակամարտությունից հակամարտության պատանդի կարգավիճակից մենք մեր ժողովրդին կարողանանք հանել Իսկ ինչպես հանել ընդդիմությունը ինչ լուծումներ է առաջարկում օրինակ իմպիչմենտի գործընթացին ինչպես եք վերաբերվում այսօր էլ Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը Էդմոն Մարուքյանին են ուզում տեսնել որպես վարչապետի տեխնացու այլընտրանք Իհարկե Մեծ առումով մենք ընդունում ենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանին այս իշխանությունից հեռացնելու նպատակը դա ոչ միայն արդարացված է, այլ կենսական անհրաժեշտություն ունեցող նպատակ է։ Փորձում են տարբեր մեթոդներով դա անել։ Ես անկեղծ ասած կարող եմ եւ ողջունել բոլոր այդ փորձերը, մասնավորապես այդ Մալյանի եւ Ղազարյանի այդ նախաձեռնությունը, բայց ես կարծում եմ, որ իրական հնարավորությունը մեր ժողովրդին վերադարձնելու այդ սեփական իշխանությունը եւ ռազմավարական իմաստավորվածությունը նորմալական է, որ Ժողովուրդը պետք է իր առաջնորդ տեսնի կամ առաջնորդություն տեսնի, ես անպայման չի դա մեկ անհատի ձևով լինի, բայց ժողովուրդը իր առաջ պետք է տեսնի քաղաքական ուժ, որը ինչ որ բան է առաջարկում, թե ինչպես Հայաստանը կարելի է հանել այս իրավիճակից։ Այն որ այսօրվա այդ ճամբարները իրար հետ հակամարտող լրիվ կորցրել են կարողությունը որևէ բան մեր ժողովրդին տալու ինձ համար ակնհայտ է բայց այդ դեպքում գալիս է մյուս հարցը թե ուր է այն ուժը եւ ինչ է առաջարկում այն ուժը որը ասենք կարող է առաջնորդել ժողովրդի ընթացքը կամ պայքարը այդ իմացած ուղղությամբ ես կարծում եմ որ Չնայած կան լավ գաղափարներ, չնայած կան քաղաքական ուժեր, որոնք սթափ են, ռացիոնալ են, իրատեսական են, այնուամենայնիվ առանձին վերցրած նրանք ի վիճակի չեն այս պահին կատարելու այդ խնդիրը եւ շատ կարեւոր է որ լինի այդպես մտածող ուժերի միավորում, հանուն, ասում եմ, ռեալիստական, ստրատեգիական զարգացման այդ մեր երկիրը այս վիճակից հանելու ուղղությամբ շատ հստակ պլատֆորմի վրա մի համաձայնության սա է հիմա ամենակարևոր ելքը եւ եթե մենք այդ ելքը չգտնենք եթե մենք չկարողանանք ստեղծել այդ նպատակներով շահագրգիռ ուժերի միավորում ես ասեմ սերունդները մեզ կարողա չներեն դրա համար, որովհետև սա լինելու է միգուցե անգամ վերջին շանսը առանց ցնցումների, առանց կորուստների այս գործը անելու